իրական արվեստագետը կընտրի ինչ գրի, ինչ չգրի։ Դա մեկ։ Որովհետև դու հասկանում ես, որ դու ունես առաքելություն։ Դու ուղղակի sense ինչ որ մեքենա չես, որ ինչ ասեցին արես։ Դու ունես բարոյական ինչ որ տեսլական եւ այստեղ էսպիսի բան կա, որ կարևորը որ արհեստացին չլինի։ Կա երկու բան այստեղ ես կառանձնացնեի։ Առաջինը, որ կարկինով եւ կանոնով երաժշտություն չեն գնում։ Ես որ ասացի այդ ոգեշնչումը լինում է եւ կա նյութ, որի հետ դու աշխատում ես, այդ աշխատանքն էլ լինում է հենց ինչ անպայման այնպես չէ, որ դու պետք է բացես գրքերը կամ չգիտեմ ինչով սկսես դա ծնվում է, դա ստացվում է եւ եթե կա առաջին ոգեշնչվածությունը, ուրեմն դա շատ բնական է։ Եվ կա երկրորդ բան, որ արվեստագետը ըստիս պետք է սկզբունքակենտրոն կարողանա կառավարի իր ստեղծագործական կյանքը, այսինքն դիմնա սկզբունքներ։ Եվ ես անձամբ ինձ համարում եմ այդ կոմպոզիտորներից, որոնք ունեն սկզբունքներ եւ անկախ ասենք, չգիտեմ, հոնորարներից կամ այլ ինչ որ բաներից, եթե այդ երևույթը ինձ խորթ է կամ ինչ որ այդ գաղափարը կամ չգիտեմ, այդ ներկայացումը, այդ ֆիլմը, այդ մոտեցումը, մեկնաբանումը ինչ որ պիտի լինի, ես չեմ համաձայնվի